ձեր գնահատականը եւ այսպես վենդետան հերոսացնելու, վենդետան, այսպես ասենք, թափահարելու գործին են լծված քպական եւ այդպես իրենց արբանյակները գնդակահարություն է եղել մեր երկրում, համայնքապետը սպանվել եւ իրենք ինչ են անում եւ շատերի բնավ այդ նաեւ դուք եք բնդում որ սա քաղաքական է բացառապես եւ թող չփորձվեն ինչ որ վենդետայի անվան տակ անցկացնել համեցեք։ Շնորհակալություն հարցի համար, թեպետ ինձանից առաջ արդեն բազմաթիվ մարդիկ անդրադարձել են վենդետա արտահայտությանը, բայց ես ուզում եմ հետ գնալ, ինչ էր ասում երեկ Փաշինյանը Ստրասբուրգում, ելույթ էր ունենում եւ ամբողջ ելույթը նվիրել էր ժողովրդավարությանը, այդ ամբիոնից ճոճելով խոսքը, թե տեսեք Հայաստանը մի երկիր է, որտեղ ընդդիմադիր քաղաքապետեր կան, ընտրվում են ընդդիմությունից քաղաքապետեր։ Մենք քանի քաղաքապետ ունենք Հայաստանում ընտրված ընդդիմությունից, ապրելու երկրից 1-2-ը կար, բոլորին այսպես շարքից հանեցին, Վոլոդյա Գրիգորյանը բացառիկ հաղթանակ տարավ Նիկոլ Փաշինյանի դեմ այս տարի, որովհետև դա ոչ թե ՔՊ-ի, այլ Նիկոլ Փաշինյանի դեմ էր այդ հաղթանակը, ինչպես եւ Վարդան Ղուկասյանի այդ ընդդիմադիր հատվածը Գյումրիում, այս մարդիկ այլևս սկսել են չհանդուրժել, երբ որ ընդդիմադիր քաղաքապետը իրենց համար դա սենսացիա է, որ որևէ մեկը, եթե իրենց այդ դիլետանտ ՔՊ-ականներից չի, կամ իրենց բոլոր ասածները կատարող չի, հանկարծ կարող է ընտրվել որևէ համայնքում ղեկավար։ Եվ ես ուղղակի ուզում եմ, այդ որ հասել էր Ստրասբուրգ, հարցներ գործընկերներին, օրինակ Ֆրանսիայում ընդդիմությունից քանի քաղաքապետեր կան ընտրված, ես գիտեմ քաղաքապետ, որ արդեն 40 տարի միշտ որպես ընդդիմադիր կուսակցություն ղեկավարում է Ալֆողվիլի կողքի քաղաքն էս պահին չեմ հիշում, մի առիթով հարցրեցի, ասի, այդ ինչպես եղավ, որ ընդդիմադիր քաղաքապետը միշտ կարող է ղեկավարել, ասացին, որովհետև նա աշխատող համայնքապետ է։ Հիմա մենք այստեղ աշխատող համայնքապետեր ունենք, ովքեր ՔՊ-ական չեն եղել, քրեական գործեր են կարել, նստեցրել են, սննկացրել են, գնացել են, մտել են միլիոներով ակտեր են գրել, դուրս են եկել կամ ասել են, եթե դու ընդդիմադիր ես, տեսա մեր ձեռքը չսեղմես, ապա սուբսիդիա չես, ոնց որ այդ սուբսիդիան Իջևանի հորանց տնից են բերում, սուբսիդիա էլ պիտի քաղաքապետը ստանա կամ չստանա։ Մեր հարկերից, մեր գումարները ուղղակի տեղ է կտեղ բացել, ուղարկում են կտեղ, գինն էլ լավ բարձր եք դրել ամեն հարկի, տեղից էլ մի քիչ ուղարկում եք համայնքներ, այդ համայնքներում էլ ինչ եք անում, այդ ծեփած ասֆալտից բացի ինչ եք անում, ոչ մի բան, ասֆալտ։ Մենք շատ լավ դեռ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներից ենք հասկացել, բոլորի ընդհանրապես դու էիր ասում ասֆալտը, այ հիմա ինչ է տեղի ունենում, վենդետայից խոսեցիք վերջացնեմ, անցնեմ Էջմիածին համայնքին ասֆալտ ասեցի, հիշեցի ինչ է տեղի ունենում այնտեղ։ Վենդետան դա ամենահեշտ բնութագրումն էր, որ կարող էր Նիկոլ Փաշինյանի կողմից դրվել շրջանառության մեջ, երեկ էլ Ստրասբուրգում ինքը ասաց, որ եղել էր սպանություն, այդ սպանությունը բերեց, հասցրեց նաև սրան, մոտավորապես ասում էր, որ վենդետա եղավ, այնտեղ կար սպանություն, որից հետո թշնամանքը բերեց, հասցրեց սրան։ Կհիշեք, որ սպանվածի եղբորը երբ որ ձերբակալեցին, նա չխոսեց, հետո հիմա մարդն ասում է ես մեղավոր չեմ, բայց միանգամից ասում են իր կիսակառույց տան, բակից գտան սա, գտան նա, 15 զինվորի գլուխ կերակ, վառեցիք, վարկյանների ընթացքում վառեցիք 15 զինվորի, լցրեցիք Ազատ գյուղում մի կիսափլված տան մեջ, որտեղ ծնողները հազիվ իրենց երեխաների համար զուգարան ու բաղնիք էին սարքել, վարկյաների ընթացքում 15 զինվորի գլուխ կերակ, ինչ ասվեց, դեռ լույսը չէր բացվել, դեռ արյան հոտը այնտեղից գալիս էր, ասեց մեկը բենզինը վերցրել, շփելա ու գնացելա ու վերջ 15 զինվոր այդպես ու մենք խոսում ենք ժողովրդավարությունից։ Ես անցած անգամ ասացի, հիմա էլ եմ ասում, իրենք այլևս ոչ թե սկսում են քրեական գործեր կարելով
ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումներ, քրեական գործեր իրականացնելով հանգստանալ, ոչ, իրենք սկսել են այդ մարդկանց գլուխը ուտել։ Հիմա ասում են բռնել են սրան, սա դեռ կգնա քննություն, այդ մեկը կասի ինքնասպան է, իսկ ով է եղել պատվիրատուն։ Ով է եղել պատվիրատուն։ Պիտի պատվիրատու չէ լինի, հենց այնպես չէր գնա, այդպես մարզվեր, կրակել սովորեր, հետո գնար, հետո այդ պատվիրատու յուրաքանչյուր սպանության հետևում, եթե փողոցային խուժան կռիվ չի, պատվիրատու պիտի լինի։ Եվ ես ուղղակի ցավում եմ ու ափսոսում եմ, որ այս կեղծ շինծու ժողովրդավարության գլխավոր հովանավորը Եվրոպան է։ Ես անցած անգամ մի զարուրելի թիվ նշեցի, որ այսօր Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում կա մոտ 13,000-12,000-ից մի քիչ ավել դատապարտյալ, որոնց 70%-ը քաղաքական հետապնդման են ենթարկվում։ Եվ այս ֆոնի վրա գնալ Ստրասբուրգում այդ ամբիոնից խոսել ժողովրդավարությունից ու որևէ մեկը չվեր կենա ասի, նշանակում է Եվրոպան, ցավում եմ, թիվ 1 հովանավորն է այսօրվա Հայաստանի բռնապետության, ապօրինի քրեական գործերի եւ ներողություն, ապօրինի քրեական գործերի եւ այն իրավիճակի համար, որում հայտնվել ենք մենք բոլորս։ Հիմա խոսում ենք այդ ասֆալտից, Էջմիածնում առաջիկայում բոլորս գիտենք ԿՊ-ի համար մասնավորապես մահու կենաց պայքար է լինելու։ Տիկի Ստեփանյան, որպեսզի ձեր խոսքը չընդհատեմ, եւ մենք տեսանք Վալոդիա Գրիգորյանի հուղարկավորությունից մեկ օր թե երկու օր հետո ԿՊ-ականները հավաքել էին ռեստորանում այդ հատվածի գործարարներին, խնդրեմ։ Իրենք իրականում կարող էին նաև այդ հուղարկավորության օրն էլ հավաքեին, որովհետև հայ մարդը մենք 44-օրյա պատերազմից հետո եւ այդ ընթացքում հասկացանք, որ հայ մարդը այս իշխանության համար զրո արժեք ունի։ Կհիշեք Աբովյանի հիվանդանոցի պատվալում մարդիկ ընկած չորեքթաթ իրենց տղաներին էին փնտրում, սրանք պարկերի մեջ մեր տղաներին լցրել էին պատվալ։ Հիմա մենք պիտի այսպես ասենք, վայ, այդ ինչպես եղավ, որ իրենք հուղարկավորությունից մեկ օր հետո իրենք ամեն ժամ, ամեն վայրկյան Էջմիածնում գործի են լծվել, որպիսի ինչպես Էջմիածնեցիներն են ասում, Անա Հակոբյանի քաղաքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանը հանկարծ չվրիպի ու անցնի։ Բայց ամենասարսափելին էս ոչ թե որ մեկ օր հետո ասում եմ իրենց համար, որ ինչ է նշանակում գործարարներին հավաքել ռեստորանում, հավաքել մի հատ քաղաքապետարանում, հետո տանել ռեստորան, հետո լրագրողը մոտեցել է Արգիշտին, ասում է ինչի եք հավաքել, չի պատասխանում։ Եղբայր, ինչի ես հավաքել այդ մարդկանց։ Դու ինչ ունես այդ գործարարների հետ։ Ինչ ունես, այդ մարդիկ հարկ վճարող մարդիկ են։ Իրենք կարող են պետեկամուտներում մի անգամ։ Դու ինչ գործ ունեք ընդհանրապես գործարարի հետ։ Դուք գործարարից մենակ տանում եք, ինչ գործ ունեք։ Բոլորս լավ հասկանում ենք, չէ, որ Փաշինյանի վարկանիշը երկրում րոպե առ րոպե գահավիժում է, Էջմիածնում եղել ենք։ Հիմա մենք էլ ամեն օր Էջմիածնում ենք լինում։ Ինչ են ասում։ Փրկեք մեզ սրանցից։ Այն օրը ինձ մի շատ լավ խելացի մարդ Էջմիածնեցի ասում էր, որտեղ պետք է գանք վստահված անց կանգնենք, որովհետև մենք գիտենք, որ սրանք ձայն չունեն, բայց փախցնելու են, կեղծելու են։ Ամենամեծ կեղծիքը, երբ որ դուք դեռ քարոզարշավ չկա, դեռ չգիտեք ովքեր են մասնակցելու, դեռ չգիտեք, սկսել եք արդեն մարդկանց տանել ու մտցնել ռեստորաններում
ինչ հարցեր ունեք, ձեզ ինչ խնդիրներ ունեն։ Դուք չգիտեք ինչ խնդիր։ Հարկային տերորը երբ պետքա անում եք։ Հələ թող մի գործարար չգնար ընտեղ կամ գնար հակառակ բանը ասեր։ Հարկայինը կմտներ ու տեղում այդ լուծարման հասցներ այդ բիզնեսը։ Թե չգիտենք ինչի համար ինչ եք անում։ Իրենք հասկանում են, որ մենակ դե այնտեղ Էջմիածնում ես կարծում եմ հնարավոր է բոլոր տեղամասերը կարգին վստահված անձերով փակել, իրենք հասկանում են, որ թվանկարչությամբ հնարավոր է չկարողանան հարցը լավ լուծել, սկսել են արդեն բիզնեսմեններին տանել, դե հերթը կհասնի դպրոցի տնօրեններին, մանկապարտեզների տնօրեններին, այն մի կնոջ եմ տեսնում գործարար Վարսավիրանոցուներ, չգիտեմ, ասում գնում ենք կին գործարարների հետ հանդիպում, պարզվում է այնտեղ ընդամենը ինքը երկրորդ կինն էր, երկու կին կար, չգիտեն էլ ինչի համար են գնում, ուր են գնում։ Ի վերջո կարելի է, չէ, շատ ու շատ հայրենասեր մարդիկ ինչ-որ բան տուժել են, այն Արցախը ազատագրողները կյանքի գինն էին իրենց վճարում, կյանքի գնով էին վճարում, որ մենք ապրենք, հիմա չեք ուզում որևէ մեկը հանկարծ մի քիչ ձեր բիզնեսին նեղություն տակ ու սրանց ռադ անեք, դե ոնց կարելի է այդպես ապրել, հիմա էլ սկսել են բան, ասֆալտի բուլդոզերներն են Էջմիածնում ակտիվացել, Մենք նորից կգանք ասֆալտի թեմային, հա, իրենք որ անդադ իրենց ընտրազանգվածին փորձում են կերակրել ասֆալտով, բայց նոր սենսացիոն մանրամասներ են ի հայտ եկել Վալոդյա Գրիգորյանի սպանության վերաբերյալ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը նշում է, որ Նարեկ Օհանյանը չի հրաժարվել ցուցմունքներ տալուց, այլ մանրամասն ցուցմունքներ տալով հերքել է դեպքին իր մասնակցությունը հիմնավորել իր այլուրեյքությունը։ Ես ասացի, ինքը հրաժարվել է, նույնիսկ տեսախցիկները իր տան, քննչական կոմիտեն, ոստիկան չեն տարել։ Չեն տարել, որ տեսնեն։ Պետրոս Ղազարյանի մոտ։ Երբ խոսեց, երբ որ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում ասեց, Messenger, դե WhatsApp-ները բոլորի կա, չէ, այդ թվում եւ Թրամփի։ Messenger ասեց, ես այդտեղ խոսում եմ, շարունակեք, որ դա վենդետա է եղել։ Հա, այդ տղան, բայց որ բռնեցին, ինչ էին ասում, իր կիսակառույց տնից գտան սա, գտան նա, տարան, էս արեցին, այն արեցին։ Դեռ քննություն չկա, դեռ տեսախցիկները, այդ տղայի տան տեսախցիկները չեն տարել, որ իրա տեղաշարժնա չեն տարել այդ տեսախցիկները։ Հասկանալի է, չէ, որ սա կոծկում են։ Հասկանալի է, չէ, որ սա քաղաքական պատվեր է եղել։ Հասկանալի է, չէ, որ սա քաղաքական սպանություն է եղել։ Ասեմ ձեզ, այս ֆոնին Էջմիածնում շատ շատերը, որոնք այսպես ուզում էին մտնել ակտիվ պայքարի մեջ, ասում են, բա որ մենք էլ այդ ճակատագրին արժանանանք։ Վախի անասելի մթնոլորտ են փորձում ստեղծել, բռնապետություն, խոսքի նկատմամբ անկառավարելի հետապնդում։ Հիմա էլ ասում են, որ ինձ ասում են հոկտեմբերից կսկսեն լրագրողների հետևից գնալ։ Մենք տեսանք օրերս Սյուզի Բադոյանի տուն էին գնացել, ասում են, դուք պիտի մեզ ասեք, թե ով է ասել, որ դպրոց թմրանյութ են տանում։ Հա, այդպիսի ինչ-որ մի բան էին ասել, աղբյուրն էին ուզում բացահայտել։ Հիմա հարց, քանի անգամ եք գնացել Անա Հակոբյանի տուն, աղբյուրը բացահայտելու ովքեր են, անուն առանուն 11,000 դասալիքի մասին էին խոսում, ովքեր են եղել այդ դասալիքները, քանի անգամ եք գնացել, թե այդ աղբյուրը մենակ մեր հետևից ընկնել գիտեք, հասկանալի է, չէ, որ ուզում են բոլորին չեզոքացնեն, մնացածն է սենց խոնար Եզի պես գնան ասեն, հանդիպման են կանչել, գնում ենք, տեսնենք մեզանից ինչ են, ձեզանից ինչ, ձեզանից պիտի ասեն, քանի աշխատող ունեք, ասեք 20+1, ասեն ընտանիքի անդամներով 60 ձայն դու, 50 դու, 100 դու, 10,000 էս մեկը, 5,000 էս մեկը, հասկանալի է, չէ, ամենը ինչի համար է կատարվում։ Հայաստանում, ցավոք, մենք այսօր ունենք 70% քաղաքական հետապնդում և դրան այսօր ավելացել են
արդեն ավելացել են նաև քաղաքական սպանությունները։ Հիմա կուզեք Ստրասբուրգի ամբիոնից ասեք, որ մածունը սև է, ասեք, որ չգիտես ինչ է, դիմում եմ Հայաստանում գործող եվրոպական դեսպանատներին, Եվրամիությանը, իսկ ինչ է դուք չեք տեսնում, ինչ է կատարվում Հայաստանում։ Դուք չեք տեսնում Հայաստանում ամեն րոպե ինչպես է մարդու իրավունքը ոտնակող լինում, չեք տեսնում։ Չեք տեսնում, ասեք, մամուլ ուղարկենք ձեզ, նամակներ ուղարկենք ձեզ, տեսնում եք, չէ՞ դուք ամեն օր։ Հիմա ես որ ասում եմ Էջմիածին, ինչի եմ ասում, որովհետև իրականում Էջմիածինը շատ կարևոր է։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, սիրելի էջմիածնեցիներ ջան, պետք է պարտություն կրի։ Դուք չպիտի թույլ տաք, այն քիմիկները ձեզ մոտ էր, չէ՞, զորամասը ձեզ մոտ էր։ Քանի տղայի գլուխ կերան։ Քանի էջմիածնեցի այսօր ընկած իր որդուն է որոնում։ Չպիտի թույլ տաք այս գլխակեր, մարդակեր իշխանությանը, չպիտի թույլ տաք, որ իրենք վերարտադրվեն։ Որևէ մեկը չփորձի մտածել հանկարծ, որ Արգիշտի Մեխակյանը հերոս Մեխակ Մեխակյանի որդին է, նա իր հոր գիծը կտանի։ Նա ջնջել է այդ գիծը, տրորել է այդ գիծը, իր համար այդ գիծը այլևս գոյություն չունի։ Այն պահից, երբ Արգիշտի Մեխակյանը որոշեց ՔՊ-ի դրոշի ներքո գնալ ընտրությունների։ Ինքը այդ պահից կամ ՔՊ-ի հետ մտնել պաշտոնի, ջնջել է այդ գիծը, որովհետև նրա հայրը իր կյանքը տվեց այլ բանի համար, նա այսօր ապրում է ուղակի փողաշխատելու համար։ Փողաշխատելի նկատի ունեմ, դե ղեկավար մարդ է, վարձատրությունը լավ է, աշխատավարձը բարձր է, կապեր, շրջապատ եւ այլն։ Որևէ մեկը չշփոթի այս հանգամանքը եւ որևէ մեկը չմտածի, որ Մեխակ Մեխակյանի որդին պիտի ձայն տալ, որ ինքը դառնա քաղաքապետ։ Ընդհանրապես դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին։ Մենք պետք է բոլորս միասին ոչ ասենք այս իշխանությանը իր բոլոր գործողություններում։ Մենք չենք կարող թույլ տալ, որ այս իշխանությունը այստեղ զավթի, այնտեղ, միտեղ էլ հանկարծ եթե ժողովուրդը սիրում է մեկին ասի, սա մեր համայնքապետն է, այդ մարդու գլուխը ուտեն։ Դուք տեսաք, ամբողջ համայնքներ ողբում, ամբողջ համայնքներ սգում։ Չէր կարող, այս մարդիկ չեն հանդուրժում։ Ատելության հետևից սերմանում են եւ չեն հանդուրժում շատ բաներ։ Ասում էինք, այս շաբաթ նաև կարևոր ակցիա տեղի ունեցավ անհետ կորածների հետ կապված։ Բանը հասավ նրան, երբ որ Փաշինյանին հարցնում էին ԱԱԾ պետը ինչու է Բաքվում, ասում էր հիմա վաղ է դրա մասին խոսելը, գնա կգա կասենք, ինչու էր գնացել Բաքու, ինչ հարցով։ Ինչու որևէ անհետ կորածի հարց չի բարձրացվում։ Ինչու չի բարձրացվում։ Ձեզ ձեռք չի տալիս։ Այդ ինչ մի գշպետ է, այդ ինչ մի տենց մի պաշտոն էր, սենց որ այդ ինչ մի զբաղվածություն էր, այդ ինչ մի որ 2 օր այս անհետ կորածների ծնողները եկել են ձեր դրան առաջ ու դուք չեք բարեհաճում իրենց ընդունել։ Դուք պետք է ծնկաչոք գաք այդ ծնողների առաջ։ Յուրաքանչյուր պաշտոնյա պետք է ծնկաչոք գա այդ ծնողների առաջ։ Թե սովորել եք, որ ձեր շեֆը ասում է գնացեք կրթվեք, նոր եկեք իմ հետ խոսեք, դուք էլ մտածում եք դրանց ընդունել պետք չի։ Ասում եմ յուրաքանչյուրը պարտավորեք ծնկաչոք գալ այդ ծնողների առաջ։ Նրանք տվել են
ձեր ապրելու, այսօրվա ձեր աշխատելու, ձեր վայելելու համար իրենց ամենաթանկին։ Ու դուք ով եք, որ այս ծնողներին 2 օր է դրան առաջ կանգնեցնում եք, մարդիկ կոնկրետ ասում են, մենք ուզում ենք այս մարդուն տեսնենք։ Ասում եք, նա չի կարող։ Դե կներեք էլի, որ չեք կարող։ Կամ գնացել հասելա ամբիոնից ասում է անազատության մեջ գտնվող հայերը Բաքվում, ձեր վախը արդեն այնքան սարսափ ունեք Ալիևից, այնքան վախենում եք, որ անգամ գերի բառը էլ չեք օգտագործում, անգամ գերի բառը չեք օգտագործում, ասում եք անազատության, Փաշինյանը ասում է Բաքվում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցները, ուզում ես ասես աշխարհ կանգնի իջնող կա։ Խաղաղություն ենք բերել։ Լսում ես այդ ուսապարկերին սրա, որ մեկը չգիտես որտեղից էլ, ախր ոնց էլ հավաքվեց այդ ասма օգոստոսի 8-ից հաստատված խաղաղություն է։ Դուրս ես գալիս Վայոց ձորով Ադրբեջանի դրոշները խփում են դեմքիդ։ Ադրբեջանցի ասկյարները ջերմուկից քեզ հետևում են։ Ամեն հայկական բարձր դիրքերից քեզ հետևում են, Վարդենիսում, Տավուշում, այստեղ, Սյունիքում։ Ասма հաստատված խաղաղություն ենք բերել։ Դուք ուր, խաղաղությունը ուր։ Եվ ընդհանրապես դուք հասկանում եք խաղաղությունը ինչ է։ Խաղաղություն գնում եք մի մարդու մոտ ստորագրում եք, նախաստորագրում եք ինչ-որ թղթի տակ, մենք այդպես էլ ես օրինակ չգիտեմ ինչ է նախաստորագրվել։ Ես դրա հրապարակային տարբերակը չեմ տեսել, ու քանի դեռ չեմ տեսել, չի հրապարակվել, ես չեմ կարողանում հասկանամ, թե ինչ է այնտեղ նախաստորագրվել։ Անկամ քո երկրի անունը չգիտե այդ միջնորդ մարդը, մեզ ասում էր ալբանացի, մեզ ասում էր Ալբանիա, հիմա էլ քո անունը չի հիշում, ասում է այն տղեն, այն տղա, բա մի հատ WhatsApp-ին գրեիր իմ անունը ինչա, բա անունդ գոնե հիշեցնեիր են տղա, թե այդ բանա WhatsApp-ի համարը ունես, մենակ իրա SMS-ներին ես սպասում, են Բաբաջանյան Արման կա է, այտենց գրանտներով ապրող բանոր ասում էր, դուք պատկերացնում եք, Փաշինյանը ունի Թրամփի WhatsApp-ի համարը։ Բաբաջանյան Արման, կապեր ունես Ամերիկայում, մի հատ հələ հարցրու Թրամփը WhatsApp-ում այդ գրելա այն տղա, անունը ինչա գրել, լավ, գրելա Ալբանիա, ալբանացի, այն տղա ինչա գրել, ոչ երկիրն է հիշում, ոչ երկրի ղեկավարին է հիշում, որովհետև այդ մարդիկ հասկանում են, որ սրանք ոչ մի բան են ախր, հասկանում են, նա անգամ գիտի Ալիևը քանի տարի է ղեկավարում Ադրբեջանը, ասում է 22 տարվա ղեկավարը, Բաբաջանյան Արման, բա ձեր քաղաքական շեֆի անունն էլ չգիտի, երկրի անունն էլ չգիտի, սա գիտեք իմ համար սա մեծ ամոթ է, իրականում մեծ ամոթ է։ Ելույթով Գյանջայում ԱՊՀ 2025 խաղերի բացման ժամանակ Մեհրիբան Ալիևը նայում են ինչպես են երկաթյա բռունցքը բերում բեմ, դա խորհրդանիշն է իրենց, ինչպես են դրամը կոտրել հայերի ողնաշարն ու շարունակելու կոտրել մեր գլուխը խնդրեն։ Ոչ միայն ՄԱԿ-ում, ՄԱԿ-ից առաջ Թուրքիայի նախարարներից մեկը ասեց Միջանցք, Ալիևը Բաքվում բազմիցս ասել է Զանգեզուրի Միջանցք, Էրդողանը ասել է առաջ ասում էր այդ Միջանցք բառից ընդդիմությունը վերաթռնում, հիմա դու ես սկսել վեր թռնել, որովհետև դու հասկանում ես դա լոկ ճանապարհ չէ, եւ դա ոչ միայն Միջանցք է, դա Սյունիքի գրավում է, դու շատ լավ հասկանում ես դու ինչ ես անում, դու շատ լավ հասկանում ես այն պայմանավորվածությունը
որ դուք պայմանավորվել եք, որ Միջանցքի անուն չտրվի, որ 26 թվականին Նիկոլ Փաշինյան դու նորից վերարտադրվես, որ իրենց պահանջով նորից սահմանադրություն կատարես, իրենք խախտել են այդ պայմանավորվածությունը, որովհետև դու տվել ես իրենց ամեն ինչ, իրենց այլևս քո սահմանադրության փոփոխությունն էլ գուցե պետք չէ։ Դու իրենց այնքան բան ես տվել, որ 26-ին դու այլևս գուցե իրենց պետք չես։ Այ դրա համար ես դու վեր թռնում։ Ոչ թե որ Միջանցք բառից վատ ես զգում։ Չէ, դու ասում ես բառը դրանից պետք չի վատ, այլ դու վատ ես զգում, որ իրենց համար դու արդեն ավարտված մարդ ես համարվում եւ իրենք խաղաքարտերը բաց են խաղում։ Իհարկե Միջանցք է։ Իհարկե սա Միջանցք է։ Տարբեր փորձագետների եմ լսել ճանապարհի եւ Միջանցքի տարբերությունը որն է լինելու։ Ընդհանրապես աշխարհում կան եւ միջանցքներ եւ ճանապարհներ։ Իհարկե սա Միջանցք է։ Եվ հիմա դու մտածում ես, վայ, բա որ ասում են Միջանցք, էսա այդ ավելի այն նախրապանին էլ դա հասանելի կլինի, թե ինչ է Միջանցքը, բա ես ոնց եմ ձայն խնդրելու այս ժողովրդից, ոնց եմ փախցնելու մի քանի ձայն։ Ես չեմ գուցե եւ իսկապես հիմա ոչ էլ այլևս Ալիևին եւ ոչ էլ Էրդողանին մեր սահմանադրության փոփոխությունը պետք չէ, որովհետեւ նրանք ինչ ուզել են ստացել են, ինչպես ուզել են վարվել են եւ հիմա ցավոք մենք այս պահին գոնե անկարող ենք այդ ամենի դեմն առնելու։ Անկարող ենք, որովհետեւ քաղաքական դաշտում Դիմադիր դաշտում նաև չկա այդ համախմբվածությունը, բայց առավել անկարող ենք, որովհետև այս մարդակեր իշխանությունը արդեն 8-րդ տարին է մեր հասարակության մեջ ամեն օր ատելություն է ներարկում, ամեն օր ատելություն է ներարկում, անցնում ես տրանսպորտի մեջ կռվում են, խանութում կռվում են, դպրոցում կռվում են, մանկապարտեզում կռվում են, տներում կռվում են, փողոցում կռվում են, կրակում են, խփում են։ Սա Նիկոլ Փաշինյան քո ստեղծած երկիրն է։ Եվ այս դառը իրականության մեջ այսօր ամենամեծ գործն ունի անելու Էջմիածին խոշորացված համայնքը։ Սիրելի էջմիածնեցիներ, եթե չեք ուզում ոտնձգություն լինի նաև մայր տաճարի վրա, ապա զգոն եղեք, որևէ ԿՊ-ականի, սրանք միշտ սուտ են խոսել, սրանք ձեզ շատ են խաբել, սրանք աղետ են բերել մեր ընտանիքների մեջ, մի հավատացեք, գնացեք դուք փոխելու հնարավորություն ունեք, գնացեք, փոխեք։ Եվ Տիկին Ստեփանյան, կարծում եմ տեսակ դատախազը 2 տարի 6 ամիս է պահանջում Միքայել Սրբազանի համար, խնդրեմ։ Ես կարծում եմ դատախազը իր Ես կարծում եմ դա ոչ այնքան միանձնյա որոշում է, քան WhatsApp-ին, քան ձեր WhatsApp-ին գրված գուցե եւ նամակ կամ առանցին հանդիպման մեջ ասված հրահանգ եւ հիմա Միքայել ես ընդհանրապես հիմա դիմում եմ եվրոպական կառույցներին լավ եք ձեզ զգում ձեզ լավ եք զգում բա ձեր երկրներում այսպիսի բանը կհանդուրժեք դուք Բա ձեր երկրներում կրակի կտակ երկիրը, բա ձեր երկրներում այսպիսի բան կհանդուրժեք, Ֆրանսիայի դեսպանատուն, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Միացյալ Նահանգների, տեսեք մի հատ կհանդուրժեք ձեր երկրներում նման բան, հովանավորն եք էստեղ կեղծ ժողովրդավարության ու բռնապետության ստեղծված, Ես ինչու էի ասում նորից վերադառնամ Էջմիածնին, մենք պետք է սկսենք փոխել իրենց, քանի դեռ այն ճոճվող բանը իր ձեռքում է, բռունցքը, երկաթյա բռունցքը իր գլխին է, իսկ այն ճոճվող փոքր չագուճն էլ իր ձեռքին մեր վրա է պարզում, այս պատկերը շարունակվելու է,
հետապնդումներ լինելու են, շարունակվելու են, քրեական գործեր մարդկանց վրա ամեն ժամ կարվելու են։ Եթե որևէ տեղից մեկի WhatsApp-ին օրինակ էս աղջկա երիտասարդ WhatsApp-ին նամակ գնա, արվելու է։ Դրա համար եմ ասում, փոխելու ժամանակն է։ Այ այսպիսի իրավիճակներից թոթափելու ժամանակն է։ Իսկ այդ ժամանակը հիմա էջմիածնում է։ Էջմիածնում, եթե մենք փոխում ենք, ես վստահ եմ, որ 26-ին շատ բան է փոխվելու մեր երկրում։ Հիշեք, մենք հայի արգանդը երբեք չի չորացել։ Մենք ունենք հայրենասեր մարդիկ, մենք ունենք այս ազգը սիրող մարդիկ, մենք ունենք այս երկիրը փայփայող մարդիկ, իրենց նման փայփայող չէ, իրական փայփայող։ Կհիշեք Աննա Հակոբյանն այդ կեղծ հեղափոխության օրերին, որ ասում էր մենք հզոր ենք Արցախով, մենք պիտի փայփայենք մեր Արցախը։ Հիմա սա եկել ասում է պիտի փայփայենք այս խաղաղությունը։ Որտեղ ես տեսնում այդ խաղաղությունը։ Որտեղ։ Հիմա մի բան եմ ասում, հարգելի Մարիամ, Արցախում այսօր խաղաղություն է, թե ոչ։ Կա կրակոց Արցախում։ Հարգելի հեռուստադիտող, հարգելի ինձ հետևողներ, Արցախում կրակոց կա։ Արդեն 2 տարի է Արցախում կրակոց կա, ոչ մի կրակոց չկա։ Արցախում Նիկոլի բերած խաղաղությունն է։ Ոչ մի կրակոց չկա Արցախում։ Այստեղ էլ այդ նույն խաղաղությունն է մոտենում։ Այն որ սահմանին ասում է կրակոց չկա, մեր վերևում ադրբեջանցի ասկյարներն են նստած։ Տղաներին էլ ասված է, հանկարծ տեղներիցս զգուշ կշարժվեք էլի։ Այն որ մի տղա ինձ տաքսում էջ ասում էին բանա, փամփուշտները կգան կհաշվենք, հա տեսեք։ Ծառայակից էր նախկին։ Արցախն էլ է հիմա խաղաղության մեջ, բայց այդ խաղաղությունը չի։ Հիմա նույնը սպասվում է Հայաստանին։ Սա փոխելու միակ տարբերակը պիտի սկսել Էջմիածին խոշորացված Փարաքյարում արվեց, Գյումրիում արվեց, Էջմիածնում կարվի, 26 թվականին ամբողջ հանրապետությունում կարվի։ Ես վստահ եմ։ Ես ինչի եմ վստահ, որովհետև այն մարդկանցից եմ, որ մարդկանց հետ շփվելը իմ օրվա մի քանի ժամը պարտադիր դրան եմ հատկացնում։ Մարզեր շատ եմ գնում։ Ես շատ լավ գիտեմ մարդկանց տրամադրել, այլ բան է կեղծելը, այլ բան է իշխանական ռեսուրս օգտագործելը, այլ բան է մարդկանց ահաբեկելը։ Բայց երբ որ իշխանությունը թուլանում է, իշխանությունը փախուստի է դիմում։ Իրենց փախնելու ժամանակը մոտենում է։ Ես վստահում եմ էջմիածնեցիներին եւ հավատում եմ այն ինչ սիրելի էջմիածնեցիներ դուք ինձ հետ խոսել եք այս 1 ամսվա ընթացքում, փողոցում եմ ձեզ հետ հանդիպել։ Շատերդ հիմա ինձ լսում եք, շատերդ գիտեք մենք միասին ինչ ենք խոսել։ Ի կատար ենք ածելու։ Այս իշխանությունը քվե չի ստանալու։ Մենք որոշել ենք, որ թույլ չենք տա ընտրակեղծիկ լինի, տեղամասերում հսկողություն կլինի վստահված անձանց, տեսնենք ինչ են անելու, տեսնենք ոնց են խաբելու, լավ գործարարներին տարակ, իմիջիալուց ասեմ, այդ գործարարներից մեկը, այդպես խոսում ենք, ասաց դե Ռուզանա ջան ասեց, հիմա որ չգնանք, պիտի գան տուգան են մի քանի միլիոն, դե ավելի լավա գնանք, այդ ոնց է իրանք մեզ խաբում են, մենք էլ իրանց խաբենք։ Այնպես չէ՞ էլի որ գնացել են, վայ, էսա չգիտես ինչ։ Այդ դուք խաբելը ձեզ համար օրենք է մեր համար բանա, դուք խաբում եք, նրանք էլ կխաբեն։ Եկել է փոխելու ժամանակը։ Այսքանը, շնորհակալություն։